քննչության գծով պետք է իրականացնի գործառույթներ, ինչով է, այսինքն պայմանավորված մոտ 10 ամիս կա, հա, շուտ եք սկսում, ինչու։ Նախ 10 ամիս չկա, շատ ավելի քիչ կա եւ այնտեղ process-ներ կան, որ ավելի շուտ են սկսում, ցուցակների առաջադրում, գրանցում եւ բուն ընտրությունների օրն է 8 ամիս հետո, այսինքն ցուցակները, եթե չեմ սխալվում, ներկայացվեն ապրիլին, այսինքն եթե ապրիլով հաշվենք, արդեն 4-5 ամիս է մնացել եւ շատ տրամաբանական է, հերթական ընտրություններն են, մենք էլ պատրաստվում ենք հերթական ընտրություններին։ Օй դժվարություն միշտ ենք լուրջ պատրաստվում, բայց երբ որ լինում են արտահերթ, որոշումներն են լինում արտահերթ, իսկ սա շատ հանգիստ մեծամասնություն ստանալու դեպքում վարչապետի թեկնածուն կրկին լինելու է Նիկոլ Փաշինյանը։ Իմ վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանը, բայց ես մի պատվիրակեմ, դա էլ է որոշվելու համաժողովով եւ առաջի համարը ցուցակի օրենքով է նաեւ վարչապետի թեկնածուն եւ այն դեպքում, երբ որ որևէ կուսակցություն հավաքում է միանգամից 50+ ձայներ, ինչպես մենք հավաքեցինք 21 թվականին, առաջի համարը ավտոմատ դառնում է վարչապետ։ Բայց կան այդ թվականին Պարոն Թորոսյան 50+1 կհավաքի քաղաքացիական պայմանագիրը հաշվի առնելով ձեր այս պահի հանրային վստահության ցուցակը։ Ես կարծում եմ այդ հարցի պատասխանը շատ լավ տրվեց մի քանի օր առաջ հենց վարչապետի կողմից 2021 թվականի 26 թվականի ընտրություններում կրկին հաղթելու է ժողովուրդը եւ ժողովուրդը կորոշի ով է լինելու մեր երկրի իշխանությունը մոտակա 5 տարիներին ի հեճուկս եւ ի հակադրում այն բոլոր ցանկությունների եւ պնդումների, որ ժողովուրդը լավ որոշող չէ, ժողովուրդը չի հասկանում ում է ընտրում եւ ես կարծում եմ, որ մենք մեր կատարած աշխատանքով եւ մեր ծրագրով եւ մեր տեսլականներով իրական Հայաստանի խաղաղության այնպիսի վստահություն ենք վայելում մեր ժողովրդի շրջանում, որ մենք հաղթելու ենք ընտրությունները։ Վաղ շաբաթում նոյեմբերի 16-ին սպասվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ՔՊ-ի շանսերը որքան է գնահատում, եթե հետևել եք Հարոզ Արշավի անցյալ 9 օրերի եւ ձեր ստացած տպավորությունները ամփոփելու հիման։ Հետևել եմ այնքանով, որքան ստացվել է, բայց կարծում եմ, որ մեր մրցակից քաղաքական ուժերի շրջանում եւ գաղափարները եւ իրենց դիրքավորումը ոչինչով չեն տարբերվում ըստ էության մեր խորհրդարանական ընդդիմության դիրքավորումից եւ գաղափարներից, շատ այլ արտախորհրդարանական ուժերի, որոնք դեմ են այն ամեն ինչին, այն ամեն դրական ինչ որ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում, կոռուպցիայի դեմ պայքարին, խաղաղության հաստատմանը, մեր տնտեսական զարգացմանը եւ վաղարշաբաթի ժողովուրդը վստահ եմ կրկին ճիշտ ընտրություն է կատարելու եւ այո, նաեւ մեր տեխնացուի անձով պայմանավորված մենք հաղթելու ենք վաղարշաբաթի ընտրությունները։ Պարոն Թորոսյան, տեղեկություններ են շրջանառվում, որ հնարավոր է աշխատանքի, սոցիալական հարցերի ու առողջապահության նախարարությունները միավորվեն, կա նման քննարկում թե ոչ։ Չկա նման քննարկում, չգիտեմ որտեղից այդ տեղեկությունները, տարբեր մոդելներ կան տարբեր երկրներում, մեր երկրում ընտրված է այս մոդելը։ Ասում ես սուպերնախարարությունը ստեղծվել եւ այդ Ես պատասխանեցի ձեր հարցին։ Ես պատասխանեցի ձեր հարցին։ Ես սուպեր ոչինչ չեմ կարող, ես սովորական մարդ եմ, այս պահին նախարար եմ աշխատում, շնորհակալություն։ Եվ Հայաստանում քաղբանտարկյալներ կան։ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան եւ երբեք չեն լինելու, բայց Հայաստանում կա օրենքի գերակայություն եւ օրենքի գերիշխանություն եւ այդպես է լինելու, որտեղ նաեւ ժողովրդավարական երկրների ամենակարևորագույն կոմպոնենտներից մեկը հենց օրենքի գերակայությունն է, որ օրենքի առջև բոլորը պետք է հավասար լինեն, անկախ իրենց քաղաքական հայացքներից եւ եթե խոսքը գնում է օրինակ որոշ հանցագործության մեջ մեղադրվող ընդդիմադիրների բանտարկության, կալանավորման կամ դատապարտման մասին, բազմաթիվ են նաեւ դեպքերը, որոնք վերաբերում են նաեւ գործող պաշտոնյաների, որոնք եւ մեղադրվել են, եւ կալանավորվել են, եւ դատապարտվել են, եւ արդեն ազատվել են այդ ամեն ինչից հետո եւ ընտրողական արդարադատությանը վաղուց Հայաստանում վերջ չկա։ Պատասխանատուները համաձայն չեն ձեր ասացի հետ, մի քանիսը համաձայն չեն, նրանք ասում են, որ խոսքի ազատություն Հայաստանում չկա եւ մեկ հրապարակման կամ հայտարարության համար կարող են կալանավորվել 40։ Նախ ոչ մի հայտարարության համար ոչ մեկի չեն կալանավորում, կան քրեական հոդվածներ, դրանց համար ես չեմ կարող գնահատական տալ դրանց համար կան քննչական, թույլ տվեք մինչև վերջ պատասխանել ձեր հարցին, քննչական, դատախազական եւ դատական մարմիններ, իսկ մեր գործընկեր տարբեր երկրների падգամավորներին, այդ թվում Եվրոպայի
խորհրդարանների падգամավորներին իրանց իրավունքն է արտահայտել իրանց կարծիքը, բայց մեր երկիրը ունի իր ինստիտուտները եւ օրենքները, եթե ուզում ես այդ ինստիտուտների վրա ազդեցություն ունենալ, չգիտեմ, օրենքներ փոխել, պետք է Հայաստանի Հանրապետության падգամավոր լինես, որպեսզի դա անես։ Պարոն Կոչուբաևին ստատուսի համար փաստորեն գետնին պարկասնելով բերման ենթարկեցին, հետո արդեն կալանավորեցին։ Ես